ես անում եմ արձանագրում որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, եւ եթե Հայաստանի Հանրապետության ժողովուրդը անհամաձայնություն ունենա իմ արձանագրման հետ, ես չեմ լինի Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Այսինքն սա առաջին մասով։ Ինչ վերաբերվում է խաղաղության համաձայնագրի վերջնականացված տեքստին։ Ես ուրեմն անվտանգության խորհրդի նիստում, ընդլայնված կազմով նիստում, մանրամասն հանդես եմ եկել հիմնավորումներով, թե ինչու է ճիշտ կայացնել այդ որոշումը։ Ես նկատի ունեմ խաղաղության համաձայնագրի նախագիծը վերջնականացնելուն։ Հետո ես այդ թեմայով նույն ելույթը ընդ որում ուզում եմ արձանագրել, որ անվտանգության խորհրդում ընդլայնված կազմում այս հարցի վերաբերյալ եղել է կոնսենսուս։ Հետո ես նույն հիմնավորումներով հանդես եմ եկել Հայաստանի Հանրապետության կառավարության նիստի մասնակիցների շրջանում, այնտեղ քվեարկության պրոցեդուրա չեն կարել եւ ես ներկայացրել եմ կառավարությանը, հետո ես նույն հիմնավորումներով հանդես եմ եկել Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամների կազմով քննարկմանը, որտեղ էլի ընդլայնված կազմով, որովհետև կառավարության ներկայացուցիչներ նույնպես հրավիրված են եղել։ Ես ուզում եմ ասել, որ ես նույն հիմնավորումները կարող եմ ունենալ նաև ձեր խմբակցության հետ հանդիպման ընթացքում, եթե դուք այդ հիմնավորումները լսելու ցանկություն ունեք։ Այդ հիմնավորումների մի մասը ըստ էության հրապարակային հնչած են, մյուս մասը չեմ կարծում, թե արժի հրապարակային հնչեցնել, բայց ես ձեր խմբակցության կազմով կարող եմ հնչեցնել ի ապացույցում այն բանի, որ ես ներհայաստանյան գաղտնիք չունեմ։ Ես դա դրա համար եմ ասում, որովհետև եթե դա գաղտնիք է արտաքին լսարանի համար, ներհայաստանյան լսարանի առաջ ես գաղտնիք չունեմ։ Եվ այդ առումով ես արձանագրում եմ, այո, ես ասում եմ իմ դիրքորոշումը որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, որ մենք Ղարաբաղյան շարժում չպետք է շարունակենք։ Կրկնում եմ, ես դա անում եմ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, եւ եթե Հայաստանի ժողովուրդը համաձայն չլինի իմ այս արձանագրման հետ, որ պահին համաձայն չլինի, ես այդ պահին կդադարեմ լինել Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Շնորհակալ։ Քանի դեռ ես Հայաստանի Հանրապետության վարչապետ եմ, սա իմ դիրքորոշումն է եւ Հայաստանի Հանրապետության պաշտոնական դիրքորոշումն է։